Էլեկտրական ցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանից, որ ինչ անեն։ Որ իրանք օգտվեն, ինչ պետք է անեն։ Վերցրեցին իրանք ձեռքը, մի որոշ ժամանակ հետո նորից կթանկացնեն, իմ կարծիքով իհարկե։ Որ տան թուրքերին, ես ուրիշ կարծիք չունեմ, այսօր էլ որ տեսա դրանից հետո որ հանդիպել էին այդ Թուրքիայի այդ գործով վերջը էլեկտրական հարցերով, որ Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան միացնեն իրար, ես այդ մի բանը հասկացա, որ խոսքի այսօր ուզում են ու էդի ես չեմ ասել, ժողովուրդ, էդի ասելա Նժդեն, էդի ասելա Մոնթեն, էդի իրանք են ասել, ես չեմ ասել, ասում եմ, եթե տվիր Արցախը, տալու է Սյունիքը, դրանից հետո արդեն Հայաստանը բանի պետք չի լինելու, Հայաստան չի մնա։ 30 տարի հետո այդ ես շատն եմ ասում։ Ստե հայ չի մնալու, այդ Սյունիքում вообще չի մնալու, դրանք գալու են, պետությունը դրանց օգնելու է, փողերը տա, կան 1-2 թանկ գներով տները առնեն, հայերն թողեն այդան ռուսաստանները կամ ես ում հնարավորությունը ուր դե հերիքեց։ Սրանց այսօրվա ժողովուրդ ջան ոնց ասեմ, կառավարման համակարգը հեչ խելքին մոտիկ չի, որ ինչ-որ մեր ազգի համար են անում, սրանք ում համար են ասում, ում համար են մտածում։ Երևի Փաշինյանին ձեռ չէ տալի այսպիսի մարդ տնօրինության տակ մնար։ Սամվել Կարապետյանի պես մարդուն տնօրինության տակ մնար ես հեծը։ Դրա համար զավթեցին։ Զավթեցին, որ վերցնեն իրանք աշխատացնեն։ Թուրքերին էլ են խոստվել։ Այսօր միջև այսօր, ասենք, եթե նորությունները նայենք, ասենք ադրբեջանական մամուլին հետևենք, ինչ քայլեր որ կատարվում է, դա Ալիևի պարտադրանքն է։ Նիկոլ Փաշյանը կասի իմ նախընտրական ծրագիրն չի ասի, դա կապ չունի։ Այսօր սպասարկում են Ալիևի օրակարգ Հայաստանում։ Որպեսզի ցանկացնեն լափեն։ Անարդար էր։ Իրանք հարստանան ուրիշ ոչինչ։ Որ իրանք ուտեն, իրաց ձևով օգտագործեն, ի՞նչ է, թանկացնեն, ուրիշ ոչ մի բան։ Ժողովրդին ճնշման, բանի ինչ են ասած։ Բռնապետությունը թասար բռնապետությունն է հիմա մեր երկիրը։ Այդ Նիկոլ Կոշյալ իր շքախմբով բռնապետություն է։ Չեք տենում ինչ են անում։ Չեք տենում ինչ են անում։ Քիչ է, իրաց փողերը քիչ է, էլ են լափում էլի։ Փաշինյանը գրեթե ամեն օր Facebook-ով ձեռքով սրտիկ է ցույց տալիս։ Դուք դա ձեզ վերագրում եք եւ որքանով է լուրջ երկրի ղեկավարի նման բաներ։ Կներես ես չեմ էլ նայում այտենց բաները, անմիջապես թերթում եմ, որովհետեւ իր սրտիկը թող իրան պահի։ Փաշինյանն որ սկզբից դուխով էր ասում, այդ սրտիկը արդեն դրանք զրոյացել են իմ համար, այդ սրտիկն էլ, բա արդեն երեխեքին որ սիրում ենք թորներին, այտենց բաներ են կանում, հիմա ոնց էդի որ ուզում եմ անեմ, արդեն դրա դեմքն է գալի աչքերիս առաջ հոգ ներվայնությունը չգիտեմ ինչ անեմ, էլ դրան ինչ է, սա զրոյա դարեց, սրտիկներ, քեսար էդի ինադու Փաշինյանը, իրան ռեկլամ անում ամենտեղ, ժողովուրդը որ իրա մասին խոսա ամեն օր, ու ես տեսել եմ, երեկվա հանդիպումը նայեցի, որ բանում ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում, ու նայում եմ էլի ժողովուրդը, որ էթում է իր վարչաբենդի համերգա, ես համերգ չի ասի երեխեք, էդի համերգ չէ, էդի ոնց որ էթաս գազանանոցը չէ, գազանանոց էթում ես ուրախանում ես, էդի ոնց որ էթաս մոթել է ամենայն հարգանքներով հոգեկան հիվանդների, ոնց որ էթասը կայն ես ու ծիծաղաս վրեքները։ Ճիշտն ասեմ, ես այդ սրտիկներին չեմ էլ նայում, ինձ թվում է դա լուրջ չի, թե հիմա իր մոտ ոնց է էդի առաջացա այդ սրտիկը, ես էդ չեմ կարող ասել, թե պրոստը ժողովրդին ուզում է ուրախացնի դրանով, թե ինչ չեմ կարող ասել։ Вообще իմ լուրջ չի գալի տվյալ արարքը։ Դա եսիմ իբրև ցույց է տալի, որ ժողովուրդ ջան, ես ձեզ հետ եմ, սրտիկ եմ անում, բայց ժողովրդի համարյա 90%-ին դուրս չի գալի։ Վարշապետին հարկ կլիներ անժամանակ եւ իր հարցերը սա լուծած լիներ, հանգիստ ճանճոր ժողովուրդ ապրեր։
Իմ դուրն էլ չի գալի տվյալ արարքը։ Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման ընթացքում կրկնապատկվել է։ Կրկնապա 12-ը ինչքան ա եղել է։ Երբ հարցնում ես ինչ է արել այդ 8 միլիարդ դոլարն, ասում է զենք եմ գնել, հավատում եք։ Չէ, բաժանել է Նազիր Վեզիրին, ինչ բան։ Բա Նազիր Վեզիրին է բաժանել, ինչ է որ։ Իրան է տվել 7 միլիոն ինքը վեկալել է։ Այնքան բան էլ է, ասեի, հոգնե արդեն։ Արցակուրդի ձևակերպի հելի ֆրֆր ավտոբուսով, ուրախ ավտոբուսով։ Ոչ մի բան չի արել, մենակ տվել է։ Ուրեմն 4 թագավոր ենք ունեցել։ 4 հոգին իրար հետ, 7 տարում ընդամենը 7 միլիարդ այլ է։ 8 տարում 8 միլիարդ վրան բերել։ Ինչ ենք արել, բա որ արել է, չի ասում մեր անվտանգության երաշխավորը Ալիևն է։ Ուր է դրա զենքերը։ Զենք ունեցող կվախի Ալիևից։ Ես չեմ հավատում եւ Աստված որ չանի հանկարծ այս ընտրության նորից ընտրվի։ Մեր պետական պարտքը հնարավոր հասնի մինչև 20 միլիարդի։ Որովհետեւ ինչ արել։ Նայում ես մենակ պարտքի վճարներ։ Մենակ մեր համայնքն էլ տարեկան 500 միլիարդ դրամա 300 միլիարդ դեպքում աշխատավարձ ու պարտքի վճար։ Ահա, տես մեր յուղի ճանապարհն է։ Այս յուղի բա թաղամասը մտք այդ գոլեր բաներ։ Ջուրը հավաքի այդ երեխեք հեծանց ելնում տարածում եմ, որ բթարի անպակաս բանը, ահա որ վիճակը։ Ես իրանց ասած ոչ մի բանին չեմ հավատում, ոչ մի բանին, ասինքն կոռուպցիան առաջվանից շատ է, որ իրանց շեշտը դրել էին կոռուպցիայի վրա, հետո Փաշինյանի միակ լավ բանը, որ արել է, դա ասենք նախկին կուսակցություններից մնացած կոռումպացված մարդկանց հավաքել է իր վրան, կոպիտ ասած, որ օրինակը վերենք բժշկության հետ, ոսոր տզրուկով բուժության նման լինի։ Սա ինչքան կոռումպացված մարդ կա հավաքել է կողքերը նախկիններից մնացած, որ ձայներ են ապահովել նախկին այդ կլանի համար, հիմա իրաց մոտ են, նախկիններին ինչքան էլ որ բան ասեն, արդեն մաքրված են իրանք այդ ամեն առատավոր երևույթներից։ Զենքներ չկա, այդ զենքը որել էր մենք չէինք պարտվի։ Նա մենք չենք պարտվի, ինքը դավաճանաբար հանձնել է այդ մեր հողերը։ Դավաճանաբար, սրիկաբար հանձնել են այդ հողերը։ Ինքը իր գովնակիցները, այդ 8 միլիարդը բերե բաժանել է իր շրջապատին իր տեխնապաներին, իր պատգամավորներին, ով է այդ միլիոնները։ Դա բերեք սրել է մեր վզին, մեր ժողովրդի վզին, մեր ժողովրդի գալով սերնդների վզին։